Ուրեմն հարգելի ժողովուրդ, բոլոր տեղերը գնալով բոլորը խնդիր ունեն աշխատողի։ Մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է։ Այսօր հարկավոր է խոշոր 2-3 ծրագիր իրականացնել։ Ես չեմ ասում ESN-ն, հասկանում ես, գործան բացեմ ամեն գործան 150 մարդ աշխատելու։ Եթե ասենք թե մի 2-300 հազար աշխատելու համար, ես ինչքան գործաներ պետք է կառուցես։ Պետք է 2 խոշոր ծրագիր։ Սյունիքը աշխարհում 8-ից 10% պաշար աշխարհում Սյունիք ունի, որ այսօր ճիշտ չեն օգտագործում։ Օրական տարեկան 40 միլիոն հանքանյութ են անում, 40 միլիոն տոննա։ Ու դա արտանելով դուրս վերամշակում են։ Հիմնական ժողովուրդ ջան, պետք է մշակումը դնեն Հայաստանում, որ այդ 440 միլիոն տոննան մշակվի Հայաստանում։ Տարբեր մետաղներ կան մեջը, արծաթել, ոսկե, ինչ ասես կան։ Մշակումը, որ արտանում են դուրս, գործանը ստանում է 400 միլիոն դոլար, բայց այդ 170 հազար տոննա ապրանքը, մոլեբդենու պղինձը, ընդհանուր կազմա 4 միլիարդ, այսինքն 3 միլիարդ ու կեսը կմնա մեր երկրում։ Դա որ մշակվի քանի հազար մարդ կաշխատի, դա կարելի է գործարաններ բացել, ասենք թե հիմնական պարարտանյութի, ազոտային, ֆոսֆորային, դա կարելի է լաքերի տեսակներ, գիպսակարտոն, ալումինի գործարանը կաշխատի, պղնձի գործարանը կաշխատի, կաբել կարտադեն եւ ասեմ քանի հազար աշխատատեղ կլինի։ Ներդրումը պետությունը կատարումը 8 միլիարդ ծախսել է, դա ընդհանուր 600 միլիոնով կարելի է կառուցել։ Մի տարում այդ ծախսը կանի, ժողովուրդը աշխատանք կունենա, բոլորն էլ գոհ շնորհակալ կլինեն։ Այսօր մենք այսօր աշխարհում որպես հայ ասելու բան չունենք։ Պարտվել ենք, կորցրել ենք, խեղճացել ենք։ Մտքովս անցել է Աստծու կամոք, Աստված կամեցել է, որ Քրիստոսի արձանը կառուցեմ իմ ազգով, ոչ թե միայն, որ բոլորն էլ մասնակցում են, քար են դնում, նպատակ են պահում, որ մենք աշխարհին ասելու բան ունենանք, որ մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգ ենք եւ պատմություն ունենք, 134 հատ կաթողիկոս ունենք։ Դա կառուցում եմ ու այսօր ժողովուրդ Աբովյանի իր հարակից գյուղերով հողամասը, եթե 1000 մետրը, մի տնամերձը արժեր $500, հիմա 50,000, 60,000 չեն ծախում։ Այսինքն մի հատ ներդրում են կատարել, ամբողջ աշխարհը խառնվել է իրար։ Գալու են ասենք թե քանի միլիոն, 10, 20, 30 միլիոն տուրիստ է գալու։ Սիսիանել է գալու, Պանթեոնել են գալու, դարպասների մոտ էլ, Սևանել, Ջերմուկել։ Քանի միլիարդ փող անում, դու պատկացա, եթե 30 միլիոն միջինը $5,000 ծախսի, այդ միլիարդները մնալու է մեզ, այնպես որ պատրաստ եղեք լավ փոփոխությունների, որ փող եք աշխատելու, փոքր միջին բիզնես եք ձեռնարկելու, տուրիստներին ինչ է հետաքրքրում, աշխարհում փոքր միջին բիզնեսը 60%-ն է կազմում պետության, որ կարողանաք ընտանիքով մտածել տուրիստի ինչ է հետաքրքրում, ձեր տարածքում ինչ կա պատմական, մարդիկ գալուց որ դրանք պետք է առնեն, ու մենք մի օրենքել ենք ընդունել, որ փոքր միջին բիզնեսը մինչև 60-ից 80 միլիոն պետք է չհարգվի, այդ մարդկանց պետք է հանգիստ թողես, եթե ամսական պետք է տարեկան 800, չէ, ամսական եթե նա պետք է կարողանա առնի $800,000 իր ընտանիքը պահելու համար, ոչ հարկային պետք է մտնի, ոչ էլ բռնեն ապրանք առնեն հետան, ասեն չեկը չխփեցիր, 200-300,000 տուկան են, պետք է լիարժեք մարդու մասին մտածող լինի, հնարավորություն տաց, որ մարդը հանգիստ ժպիտը դեմքին աշխատի, 2-3 ծրագիր ասում եմ, ասենք, մի 5 միլիոն էլ կա, հիմա նոյա տապաննել եմ սարք, որ աշխարհում եք ատրի անուն, հարգանքա ձեռք բերել, որ հիմա երկիր ավելի մեծ ճանաչում ունի, աշխարհում արդեն խոսում են Հայաստան, Քրիստոսի արձան, որ քրիստոնեությունը ընդունվել առաջին իրենք են, էլ Բրազիլիա չեն խոսում, եւ համատական կարգով համատելու բան չի լինելու, որ դա 27-ին բացվելու է, կյանքը փոխվելու է, իսկ մինչև այդ 2 հատ խոշոր ծրագիր, ոնց որ մեկ ասեցի, մոլեբդենի վերամշակումը Հայաստանում պետք է լինի, խիմենք մեր հարստությունը պետք է տանք, նույնը պետք է բացվի այդքան ասենք թե, որ մնացել է պոչերը, քանի տարի արել են, որ ամբողջ հարստությունը մշակեն, զարգացնեն, հնարավորություն տա, մարդիկ լավ ապրեն, մարդիկ կարողանան ավելի ճոխ ապրեն, ամեն ինչը կախված է, որ մարդիկ կարողանան տիրապետել, հասկանան, գիտակցեն, պետության բնության տվածը,
ճիշտ նպատակային օգտագործել, օգուտ երկրի, օգուտ ժողովրդի։ Ոնց որ մարդը իր ընտանիքի մասին է մտածում, իր բյուջեի չափսով ապահովի բոլորին, նույնն էլ պետության ղեկավարը, եղածը, պաշարները, հնարավորությունները, բյուջեի գումարը ճիշտ նպատակային պետք է ծախսի, որ տարին տարվա վրա տնտեսականը ավելի շատ լինի։ Մեզ մոտ մի տոկոս տնտեսական աճը կազմա 25 միլիարդ, դա բյուջեից ավել գումարը, որ եթե մենք 12% աճ տանք, 300 միլիարդ ավել գումար, તો 10 միլիարդը թոշակառուին, 10 միլիարդը ուսանողին, 10 արվեստին, 10 ուսանողին, 30 ոլորտի բաժանի, 18 ոլորտա, հələ 12 ոլորտ էլ կմնա, 120 միլիարդ էլ կմնա, որ կարած ճիշտ նպատակային, որտեղ պետք է դա օգտագործես։ Մարդիկ պետք է փորձ ունենան, արդյունք ցույց տված լինեն, ցանկություն ունեն, որից որ ցանկացած պայի մեր վարչապետը ջղայնանում է, ներվայնանում է, որտեղ ասելու բան չունի ժողովուրդ։ Ծրագիր չունի։ Ես ասեմ, որ իմանաք, որ ծրագիր ունենար, այդպես կբացատրեր, կասել ինչից հետո ինչ անելու, կամ ինչևա հիմա ինչ արել։